Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Նախքան մեր սերտողությունը ուզում եմ երկու խոսք ձեզ փոխանցեմ։ Առաջինը այս վերջի բազմաթիվ շաբաթները կարելի է ասել մեր սերտողության վիդեոյի որակը վատ է եղել, մութ է եղել, հասկանում ենք դա ու պարզապես ներողություն ենք խնդրում, որ որակի եւ տեխնիկայի հետ խնդիրներ ենք ունեցել։ Եթե կան ձեր մեջ անձնավորություններ, ովքեր տիրապետում են վիդեոյի եւ մոնտաժավորելու եւ ընդհանուր այս ոլորտի մեջ մասնագետներ եք, սիրով կլսենք ձեր խորհուրդներին, որպեսզի իմանանք, թե որ տեխնիկան ավելի անհրաժեշտ է մեր այս ձայնագրությունների նկարահանումի համար։ Լավ, ուրեմն հարգելիներս, այս չորեքշաբթի օրվա սերտողությունը առակների գրքից է, շարունակում ենք մեր ընդհանուր ուսումնասիրությունները, այս չորեքշաբթի հասել ենք 10-րդ գլուխ 9-ից 10 համարներ։ Ուրեմն վերնագիրն է հպարտը լսելու ունակություն չունի։ Գիտեք, առակների գրքի 10-րդ գլխի 9-ից 10 համարներում Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է, որ հպարտը իրենից բացի ուրիշ էություն չի ճանաչում, նույնիսկ իր արարչին, մեր Տիրոջը, մեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի մարդ միայն անհաշտություն է տարածում, չկա մեջը աստվածային սեր ու ոչ էլ ունակություն հնազանդվելու։ Խորհուրդների գերագույն գիրքը Աստվածաշունչն է, որը Սուրբ Հոգին է մեզ տվել, պարզապես մենք այդպես ենք հասկանում եւ ընդունում եւ հավատում, եւ բոլորիս համար այստեղ կոչ կա Սուրբ գրքից լքիր հպարտությունը ու ճանաչիր Աստծուն։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք 9 եւ 10 համարները ուսումնասիրելը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Հիմա այստեղ գալիս ենք մենք Տեր սերտելու քո խոսքերը, աղոթում ենք թող Սուրբ Հոգին մեզ դասավանդի եւ խնդրում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, որպիսի նրանց առատորեն օրհնես եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք 9-րդ համարը կարդանք։ Գրած է. «Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի»։ Լավ, սա ինչ է նշանակում։ Գիտեք, եթե մեր սերտողություններին հետևում եք, գիտեք, որ արդարի սահմանումը որն է։ Այսինքն արդարը Աստծու զավակն է, որովհետև վերստին ծնվել է եւ Հիսուսով նա նոր մարդ է։ Ինչպես Պողոս առաքյալն է սովորեցնում Գաղատացիներից նամակի մեջ, 3-րդ գլուխ 5-րդ համարում, որ Սուրբ Հոգին բնակվում է եւ գործում է արդարի մեջ, այսինքն հավատացյալի մեջ։ Եվ եթե Սուրբ Հոգին է բնակվում նրա մեջ, ուրեմն նա համարվում է աղն ու լույսը, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է սովորեցնում, եւ այս աշխարհում նրա ներկայությունը անհրաժեշտ է։ Եվ նաեւ Պողոս առաքյալն է սովորեցնում, որ մենք պատգամավորներն ենք Հիսուս Քրիստոսի, այնպես որ մեր լույսը պետք է սփռվի եւ պետք է փայլի։ Իսկ հակառակ դեպքում անաստվածը Սուրբ Հոգին չունենալու դեպքում նա խավարի մեջ է եւ նա լույս չունի։ Եկեք 10-րդ համարը հիմա ուսումնասիրենք, գրածը ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։ Այս համարն էլ, գիտեք, հիմնական միտքն էր այսօրվա սերտողությանը։ Եթե մենք տրամաբանության շարանը հասկանում ենք, արդարի մեջ լույս կա, անհավատի մեջ չկա, անհավատի մեջ հպարտություն կա, ամբարտավանություն, որը բերում է պայքարի, անհաշտության, կռիվների եւ այլն։ Սա ուրեմն, ինչպես ասացինք, մեր հիմնական միտքն էր սերտողության, որ հպարտը լսելու ունակություն չունի, ու քանի որ առակների գիրքը իմաստության գերագույն գիրքն է, այսինքն Աստծո խոսքը, ուրեմն նա Սուրբ գրքի իմաստությունը, այսինքն Աստծո խոսքը, պարզապես նա չի լսելու եւ ունակություն չունի լսելու։ Հետևաբար ամեն ինչ անում է դեմ առնի եւ կանգ առնի, թույլ չտա, որ Սուրբ գիրքը նրա մեջ տեղավորվի, ներթափանցի եւ Աստծո խոսքի լույսը սփռվի նրա մեջ։
ու քանի որ նա համարվում է մեղավոր, անհավատ անձնավորություն, նրա մեջի այդ մեղավոր էությունը եւ գերագույն այս մեղքը, որը կարող ենք ասել հպարտությունն է, որի պատճառն էր, որ Էդեմի պարտեզում Ադամն ու Եվան ընկան, հետևաբար մենք հասկանում ենք, որ այսպիսի Աստծո խոսքը ընդունելու կարողություն եւ կարիք նույնպես չունի։ Դրա համար մենք խնդրում ենք, որ բոլորի համար աղոթեք, ովքեր որ ձեր հարազատներն ու բարեկամներն են, որոնք Տիրոջ խոսքը չեն ընդունում, Աստծուն չեն ընդունում եւ ընդհանուր առմամբ մեր ժողովրդի համար աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգին նրանց սիրտը փափկացնի, որ ավետարանության դաշտը բացվի, որպեսզի սերմը, որ ցանում ենք, որը Աստծո խոսքն է, ընկնի պարարտ հողի մեջ։ Աղոթում եմ Տերը ձեզ օրհնի, շարունակեք Աստծո խոսքը ուսումնասիրել եւ սովորել եւ թող լույսը ձեր կյանքում անվերջ լինի, որը Աստծո խոսքն է։ Ամեն։